Ճիշտ 100 տարի առաջ մարտյան այս օրերին 27-ամյա Չարենցը հայտնվեց Ադրիատիկի հրաշակերտ քաղաքում եւ Վենետիկում ապրած օրերը պոետի կյանքի ամենամեծ տպավորություններից էին։ Չարենցի իտալական ճամփորդության 100-ամյակը, նրա ծննդյան 128-ամյակը եւ Իսահակյանի 150-ամյա հոբելյանը Չարենցի տուն թանգարանը նշանավորում է ճամփորդական հուշեր Իտալիա ժամանակավոր ցուցադրությամբ։ Ցուցադրական նախագիծը հանգամանորեն ներկայացնում է բանաստեղծի իտալական ճամփորդությունը, նրա հուշերը, նամակները, տպավորությունները, Իտալիայում ձեռք բերված չինական պանոներն ու գրավյուրաները։ Պոետին եվրոպական 7-ամսյա ճամփորդության էր ուղարկել խորհրդային Հայաստանի կառավարությունը, անձամբ Մյասնիկյանի հովանավորությամբ։ Չարենցի իտալական երթուղու կարևոր հանգրվանն էր Վենետիկը, որտեղ տեղի ունեցավ Չարենց-Իսահակյան հանդիպումը, որը վերածվեց երկու մեծերի ջերմ բարեկամության ու հոգևոր հարազատության։ Այդտեղ է, որ հենց Իսահակյանը շատ բացահայտումներ է արել Չարենցի մասին, ինչ-որ ձևով որոշակի վերաբերմունք է ձևավորվել եւ իրենց մտերմությունը այնքան է խորացել, որ ասում է ավետիքը դարձավ ավո, Եղիշեն դարձավ եղիշ։ Ցուցադրության մաս են կազմում Չարենցյան մասունքները, օրինակ Վենետիկից նրա գնաց ինքնահոս գրիչը, որը հետագայում իր հայրս հուշագրության մեջ հիշատակում է նաև Վիգեն Իսահակյանը։ Ցուցադրված է կաշվեային պայուսակը, որով նա հայրենիք է բերել չինական պանոների շարքը, բացառիկ արխիվային լուսանկար Սուրբ Մարկոսի հրապարակից եւ իհարկե նմուշներ Սուրբ Ղազար այցելությունից ու մխիթարյան հայերի հյուրընկալությունից, ինչպես նաև Չարենցի իտալական հրատարակությունների մի ամբողջ ցուցափեղկ։ Մխիթարյանների մոտ անցկացրած ժամանակը Չարենցի համար պոետիկ խտացումների շրջան էր։ Ասում են, որ ժամերով նստում էր գրադարանում, կարդում էր, թերթում էր, շատ սիրել էր Վենետիկը եւ հենց այստեղ կա, որ մեր ընտանիքը նվիրեց թանգարանին իր ձեռագիրը, որ սքանչելի քաղաք է Վենետիկը։ Ճամփորդական հուշերի Իտալիա ցուցադրությանը համահունչ եւ նրբաճաշակ ֆոն են ստեղծում նաեւ Իտալիայի մեծերի Լեոնարդո դա Վինչի, Ֆրա Անջելիկոյի գլուխգործոցների վերատպությունները։ Չարենցյան իտալական ճամփորդությանը այցելուները հետադարձ հայացքով կարող են ծանոթանալ մինչեւ մայիսի վերջին շաբաթը։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։